պարոն Փաշինյան, այնուամենայնիվ քաղաքական արդյոք պայքար է այդ չելենջները, որոնք տեղի ունենում, ընտրողը արժանի է այն վերաբերմունքին, ինչը ներկայացվում է քաղաքական ուժերի կողմից, սա արդյոք ընտրապայքար է, որը դրսևորվում է միմյանց ինչ-որ ուժ ցուցադրելու, ինչ-որ բան անել ուղիղ եթերում եւ այլն, հնարավոր է այնուամենայնիվ այդ ձեռագիրը, այսպես ասենք, փոխվի եւ ընտրողի ներկայացվի ծրագրերը, որպես ինքն էլ հունիսի 7-ին կարողանա իր ընտրությունը ճիշտ կատարի ծրագրի, գաղափարների եւ ներկայացված անելիքների ու արվերի գործերի մասով լինի, սա որպես առաջին հարց եւ վերջերս մամուլում հրապարակվեց Սահմանադրության փոփոխված տեքստը, որոշակի հատված այնուամենայնիվ արտարդատության նախարարությունից հայտնեցին, որ սա աշխատանքային տարբերակն է, որում բացակայում է նախաբանը, արդյոք սա վերջնական է, թե որոշակի փոփոխություններ կլինեն եւ արդյոք այդ նախաբանը իրապես հեռացվել է Սահմանադրության նոր Սահմանադրությունից։ Նախ հրապարակվածը նույնիսկ սևագիր էլ չէր, այլ սևագրի սևագիր էր, ասենք այդպեսի տասնյակ տեքստեր կան, տասնյակ պաշտոնյաների եւ պրոցեսում ներգրաված փորձագետների մոտ։ Երկրորդը ես իմ կարծիքը կներեք մի տարի, գուցե 2 տարի առաջ եմ խոսելով անկախության հռչակագրի բովանդակության սկզբունքային կոնֆլիկտի մասին Հայաստանի պետականության հետ։ Երևի, քանի որ այդ հարցը ծագում է, երևի այս թեմային առաջիկայում ավելի կոնկրետ տեքստային մակարդակով պետք կլինի անդրադառնալ։ Ինչ վերաբերում է Սահմանադրության, նոր Սահմանադրության տեքստին, նոր Սահմանադրության տեքստի վրա մենք աշխատում ենք եւ աշխատանքային process է գնում։ Ինչալոց, ուզում եմ ասել, ես զգում եմ, որ կա տպավորություն, որ փորձ է արվում հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե կամ կառավարությունը, կամ խորհրդարանը իրենք են ընդունում Սահմանադրությունը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը եւ խորհրդարանը առավելագույնը, որ կարող են անել, հավանություն տալ Սահմանադրության նախագծին։ Դա միջև ժողովրդի մեծամասնությունը չքվեարկի այդ տեքստի օգտին, այդ չի կարող Սահմանադրություն դառնալ։ Ժողովուրդն է որոշելու դա Սահմանադրություն դառնա, թե Սահմանադրություն չդառնա։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, ես ընդհանրապես աշխատում եմ, փորձում եմ, վստահ չեմ, որ միշտ ստացվում է, բայց փորձում եմ յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուրի հետ քաղաքական մրցակիցների նկատի ունեմ, խոսել իրենց հասկանալի լեզվով։ Ինչ վերաբերում է ձեր նշած առաջին հարցին, այո, համաձայն եմ, մենք պետք է ձգտենք գնալ այդ ճանապարհով եւ մենք մաքսիմալը կանենք, որ այդ ճանապարհով գնանք։